Այս աղջկան ստիպում էին տանեցիները, որպեսզի նա ձևանար 17 տարեկան։ Դեպքը տեղի ունեցել Ավստրալիայում, ծնողները որոշել են, որպեսզի իրենց աղջիկը պետք է շարունակի զբաղվել բալետով, նրան չեն տվել հաց, ջուր, պահել են կոնկրետ դիետայի վրա եւ 17 տարեկան հասակում աղջիկը 27 կիլոգրամ է կշռել։ Նա պարբերաբար մասնակցում էր բալետի մրցումների, պարապմունքների, իր փոքր արտաքինի համար նրան շատ հաճախ մանկական մրցումների մեջ էին գրանցում եւ նա հաջողություններ էր հասնում։ Պարուսույցներից մեկը նկատում է, որ աղջիկը գունատ է, նա դիմում է շտապօգնության աշխատակիցներին, որոնք էլ գալիս են եւ տեղում անալիզներ հանձնելուց հետո պարզվում է, որ աղջիկը մի քանի օր շարունակ հաց չի կերել։ Նրանք կանչում են ծնողներին, դատ է տեղի ունենում, սակայն դատի արդյունքում ծնողները ազատ են արձակվում, քանի որ նրանք ամբողջ ընթացքում պնդում են, որ աղջիկը ինքն է ցանկացել դիետա պահել, նրանք ամեն ինչ արել են, որպեսզի նա հաց ուտի, բայց աղջիկը ոչ մի կերպ չի ցանկացել։ Այս ամենը շատ զարմանալի է եւ տարօրինակ է, դատարանը նրանց որևէ պատասխանատվության չի ենթարկում։ Ծնողների դեմքը նույնիսկ նկարներում փակ է, իսկ նրանց անունները մինչ օրս մնում են անանուն։ Դատարանը նաեւ պարզում է, որ հայրը ուղիղ 10 տարի մինուս է արել իր աղջկա ծննդականից, որպեսզի աղջիկը կարողանա մրցույթներին մասնակցել եւ մնա հավերժ անչափահաս։ Դեպքը լայն արձագանք չստացավ, քանի որ դատը ընթանում էր փակ, իսկ աղջիկը ողջ ընթացքում պնդում էր, որ առանց մոր եւ հոր չի կարող ապրել։ Սա շատ պարզ Ստոկհոլմյան սինդրոմին է նման, երբ զոհը սիրահարվում է իր դահիճին, մեկնաբանություններում կարող է կիսվել ձեր կարծիքով։